Ինչ կերա մեկ օր Ժնևում մակարոն, ռամեն եւ ամոռանալի ինտրիգ։ Իսկ այս ամենը հերթով։ Սկսեմ նրանից, որ լավ նախաճաշելուց հետո գնացինք ման գալու։ Ասեմ, որ ես առանց նախաճաշի տնից դուրս չեմ գալիս։ Եվ գտնելով Sprungli պաղպաղակ մակարոնները չէի կարող ուղղակի անտարբեր անցնել եւ գնեցի երկու տեսակ՝ վանիլային եւ շոկոլադե։ Երկուսն էլ շատ համեղ էին, հատկապես շոկոլադե տարբերակը։ Դե բնականաբար չմոռացանք շոկոլադե խանութից գնել շոկոլադ, այս անգամ գնեցի լադեղակից եւ գնացինք ճաշելու։ Մտանք Globus առևտրի կենտրոն, որտեղ կա շատ մեծ ֆուդ կուրտ, մեծ ազիական անկյունով, կա նաև կրեպներ, սենդվիչներ, խավիարի ստենդ, իսկ ես որոշեցի փորձել ռամը, որովհետև բավականին երկար ժամանակ է ուզում էի փորձել։ Վերցրեցի ծովախեց գետնով տարբերակը, խնդրում եմ չափաբաժնի մեծությունը մի հատ առանձնատուկ ուշադրություն դարձրեք, շատ հավանեցի համեղ էր։ Շարունակեցինք մեր զբոսանքը, շատ ցուրտ էր եւ լավ զբոսնելուց հետո արդեն սովածացել ենք եւ երեկոյան գնացինք ճաշելու Մայրիկ ռեստորանում, անմահական էր ամեն ուտելիքը, հատկապես իրենց ֆիրմայի մանտին, որը մատուցվում է այսպիսի գեղեցիկ տարբերակով, այնպես որ ես վայելեցի իմ օրը, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, համեղ սնվեցինք եւ այսպես ուրախ ավարտեցինք մեր օրը, պաչիկներ եւ միջնոր համտեսում։